Վերադարձանք տաղավար ու այս պահին պետք է դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, ես մեծ սիրով ու ուրախությամբ ուզում եմ ներկայացնեմ նրան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գեղեցկուհի, դերասանուհի Աննա Մաքսիմն է մեր տաղավարում։ Բարի լույս Աննա։ Բարի լույս, կարելի է ավելացնել ցանկին նույնիսկ սպորտսմենուհի եւ դա տեղին կլիներ այս անգամ շատ։ Վստահաբար, արդեն սպորտով ենք զբաղվում, այսպես պրոֆեսիոնալ նկատի ունեմ։ Ոչ, մենք սպորտը թողել ենք լիովին։ Մի փոքր ինչ դադար անենք։ Մենք գիտենք, որ վերջերս ես վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Արագ ես այդ ժամային փոփոխություններին հարմարվում։ Եթե անկեղծ վերջին 1 տարվա ընթացքում ես նահանգներում եղել եմ 6.5 ամիս եւ ընդամենը 3 ամիս եղել եմ Հայաստանում եւ այս ամեն ինչը հաշվի առնելով ինձ թվում է արդեն հակառակ ադապտացիան է գնում եւ կամաց այնտեղի ռիթմին եմ սկսում վարժվել, հուսով եմ սովորություն չի դառնա։ Չէ, մենք հուսով ենք, որ սովորություն կդառնա, որովհետեւ այնտեղ բավականին լուրջ ձեռքբերումներ ու հաջողություններ ունենք։ Մենք գիտենք նաև թե դու ինչի համար ես, ինչու ես մեկնել Միացյալ Նահանգներ, բայց առաջարկում եմ, որպես ավելի մանրամասն խոսենք, զրուցենք նաև մեր շատ սիրելի հեռուստատողների համար։ Նախ ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել, մենք 4 ամիս առաջ ենք հանդիպել այս տաղավարում եւ առիթը չեմ ուզում բաց թողնել եւ ասել, որ շնորհակալություն հանրային հեռուստաընկերությանը եւ ձեզ իմ յուրաքանչյուր հաջողությունը հիշելու եւ հրավիրելու, որպեսզի մենք խոսենք այդ թեմայով։ Ինչ վերաբերում է այս իրադարձություններին, ես մասնակցում էի փառատոնին, Արփա International Film Festival-ին, ինչպես նաև ֆիլմներ ներկայացված, եւ մենք ունեցանք 2 մրցանակ, մեկը լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆիլմը եւ ինձ էլ ծագող աստղ մրցանակը տվեցին։ Ինչպիսի զգացողություններ են, երբ մեկի փոխարեն 2 մրցանակ ունեք։ Առհասարակ ես մտածում էի առաջինը իմ մրցանակներ որպես ծագող աստղի եւ մի տեսակ այնքան բավարարված էի, որ նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ երկրորդ մրցանակ կլինի, հատկապես որ բավականին լավ ֆիլմեր էին մրցութային ծրագրում եւ հիշում եմ գործընկերներիցս մեկի հետ էի նստած, միանգամից համապատրաստից այսպես անունս, ֆիլմի անունը եւ իմ անունը հնչեցրեցին, բավականին հետաքրքիր զգացողություն էր եւ ամենակարևորը, որ կուզեի ասել, որովհետև աշխարհում հազարավոր փառատոններ կան, ամենտեղ կարելի է մրցանակներ ստանալ, բայց ինչով էր այս մեկը ինձ համար խորհրդանշական, որովհետև ես 14 տարեկանից երազել էի հայտնվել այն կինոթատրոնում, որտեղ մրցանակաբաշխությունը եւ առհասարակ փառատոնը իրականացվում էր, դա չինական թատրոնն էր, Հոլիվուդի սրտում գտնվող եւ ինչ որ միտեղ իմ փոքր, այսպես ասած, Աննայի երազանքներ կատարվում այդ օրը։ Մի խոսքով շատ ինձ համար կարևոր պահ էր եւ ես այդ օրը ինչ մտքեր ունեցա, շատ կուզենայի այդ մտքերով կիսվել։ Մենք ընդհանրապես հայերս միշտ մեր առաջ դնում ենք ամենաբարձր պլանկան եւ ցկտում ենք դրան, շատ լավ է դա իրականում։ Ենթադրենք օլիմպիադա մասնակցելուց բնականաբար ուզում ենք ոսկե մեդալը, մեր բնակավարում մենք ուզում ենք Օսկարը եւ այլն, բայց մենք չենք հասկանում, որ կյանքի ընթացքում մենք պետք է վայելենք այն փոքրիկ քայլերի արդյունքները, որ մենք ստանում ենք եւ մի կողմից ես մտածում էի, որ դե իմ երազանքը Օսկար ստանալն է, բայց ես դրան դեռ չեմ հասել, բայց մյուս կողմից էլ հասկանում էի, որ այն 14 տարեկան Աննայի, որ պատկերացում չուներ, ինչ է սպասվում իրեն ապագայում, այդ աղջնակի երազանքը այդ օրը կատարվում է եւ շատ կուզենամ, որ այդ գնահատելու կարողությունը մենք մեր մեջ վարժեցնենք, ով ունի էլ ավելի կարողանա գնահատի եւ ուղղակի այդ պահը վայելենք որպես այդպիսին, որպես իրողություն, որ քո կյանքում տեղի է ունենում։ Մեզ պատմեք նաև մեդալի հակառակ կողմը ֆիլմի արձագանքների մասին, որովհետև այն ոչ միայն ցուցադրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ շրջեց նաև Եվրոպայում, տարբեր քաղաքներում եւ կարելի է ասել Սփյուռքի մեր հայրենակիցները շատերը դիտեցին, ականատես եղան ֆիլմին։ Ինչ արձագանքներ կան, ինչպես են դրանք ոգեշնչում։ Ես հիշում եմ փառատոնի ժամանակ հարցազրույց էր անցկացվում եւ հաղորդավարը հարցնում է որտեղ է ֆիլմը ցուցադրվել, որ երկրում, որ երկրներում եւ ես կատակով ասացի, որ մենք պետք է արդեն հարցը ձևակերպենք, որ մայրցամաքում եւ դա իրականում հպարտանալու եւ ուրախանալու մեծ առիթ է, որ մեր թիմի աշխատանքը կարողացավ հասանելի դառնալ ամբողջ հայությանը աշխարհի տարբեր, այսպես ասած, ծայրերում եւ մենք
ֆիլմը պետք է ցուցադրենք նաև Արգենտինայում եւ այդքանով հանդերձ կստացվի, որ բոլոր մայրցամաքներում ֆիլմը ցուցադրվել է։ Այսքան Ռեկորդ է։ բավականին լուրջ ռեկորդ ու շատ հաճելի ցուցանիշ, քանի որ 25 թվականի շրջագայությունները շատ են եղել, ամենատպավորվածը որն է ամեն դեպքում շրջագայություններից։ Երկու դեպք պետք է առանձնացնեմ, մեկը Բերլինում տեղի ունեցավ, ես այդ դրվագի մասին պատմում եմ ֆիլմում, ֆիլմի ցուցադրությունից հետո ինձ խնդրեցին մոտենալ մի մարդու, երբ ես մոտեցա, տեսա, որ այդ անձնավորությունը ամբասայլակի վրա է, եւ նա շատ հուզված էր ու ասեց մի բառ, մի նախադասություն, որը ինձ հուզիչն է երևի այս ամբողջ ընթացքում, ասաց, որ ֆիլմը նրան երկրորդ հնարավորություն տվեց, հույս տվեց իր պայքարը շարունակելու, երևի այդ դեպքը կառանձնացնեմ եւ եւս մի դեպք վերջերս կանանց գաղութում ցուցադրվեց ֆիլմը, ես ուղղակի չեմ կարող նկարագրել իմ էմոցիաները, ես տեսել էի, որ ֆիլմը հուզում է մարդկանց, նույնիսկ տղամարդիկ են լաց լինում, բայց այդպես արձագանք ես ոչ միտեղ չէի տեսել եւ թերևս մի քանի կիլոմետր է մեզնից հեռու, բայց փաստորեն կան կանայք, որոնք իրենց կյանքի մեծ ողբերգություններն են ապրում եւ այդ օրը ես հասկացա, որ շատ լավ կլիներ, որ մեր հասարակությունը մի քիչ ավելի լոյալ լիներ եւ հասարակության տարբեր խավերի հանդեպ ավելի ճկուն ու ավելի տոլերանտ։ Մի քիչ տխուր ստացա։ Այո, տխուր չէր, բայց լուրջ հարցեր էին։ Այո, համաձայն եմ։ Եթե մի փոքր գործնական ճամփորդություններից փոխվենք եւ շեղվենք, նաեւ շատ ու շատ երկրներում հասցրեցիք լինել 2025-ի ընթացքում ճամփորդելու տեսանկյունից եւ գործնական եւ անձնական եւ ժամանցի տեսանկյունից, որ երկիրն է այնուամենայնիվ տպավորել ձեզ իր հյուրընկալությամբ։ Հայության տեսանկյունից թե առհասարակ։ Երկու տարբերակով էլ։ Թե այնպես, այո։ Երևի Ամերիկան։ Ես հավատում եմ այդ երկրին, այդպես ընչեց, այնտեղի հայության ջերմությունը, հիշում եմ ցուցադրություններից մեկի ժամանակ, երբ հնչեց հայկական հիմնը, 600 հոգի միանգամից ոտքի կանգնեց եւ այդ պահերին դու հասկանում ես, որ մարդիկ ուղակի ֆիլմ չեն դիտում, այլ անցել են այդ ֆիլմ դիտելու սահմանը ու հասկանում ես, որ նաեւ հայ ժողովրդին ինչ որ մի փոքրիկ առիթ է պետք միավորվելու ու իրար հետ ինչ որ լավ բան զգալու չգիտեմ, շատ ուրիշ տպավորություններ են եղել այդ ամբողջ ընթացքում կապված մեր հայ ազգի ու նրա տենդագին կարոտի դեպի հայրենիքը։ Մեզ պատմիր նաև քո շրջագայություններից Ինդոնեզիայում, Բալիում, Հնդկաստանում, Ավստրալիայում, որովհետև այնուամենայնիվ գործին առընթեր մենք տեսնում ենք քո շրջագայությունները, որ երկրից ես ամենաշատը տպավորված եւ ինչպիսի փորձառություն ես ունեցել։ Այսօր մանկության օր է կարծես, երբ ես փոքր էի, երազում էի, որ Մագելանի պես շուրջ երկրը ճանապարհորդություն ունենամ, բայց որ դա տեղի ունենա միանվագ, այսինքն մի տարվա կտրվածքով, այլ ոչ թե կյանքի ընթացքում։ Եվ փաստորեն այս տարվա ընթացքում արդեն նշեցինք բոլոր մայրցամաքները, Ավստրալիայից Հնդկաստան, Հնդկաստանից Չինաստան, հետո Ինդոնեզիա, ինչ վերաբերում է Ինդոնեզիայի հանգստին, հայերը շատ տպավորված ու հետաքրքրված են մենք բոլորս դրանով, բայց շատ ավելի պատկերային էր, քան իրականում կար։ Առաջին օրը ինձ ջելիֆիշը կծեց, երրորդ օրը, երբ որ ես սերֆինգ էի փորձում քշել, երրորդ օրը մի շուն, որ հազարավոր տուրիստների մեջ որոշեց արձակվել ինձ վրա, հինգերորդ օրը իմ աչքը բորբոքվեց այս կադրից հետո։ Բաց ենք թողել ամենահետաքրքիր մանրամասները։ Ես հասկացել եմ, այս սիրուն ֆոտոները տեղադրելու փոխարեն այս ամեն ինչով պետք է կիսվել, բայց իրականում հիմա օրինակ նկարներ ենք նայում, բայց սրանք ակնթարթներ են, պահեր են, որ մենք մեր պատրած ջինսի գրպանում ենք պահում եւ հետո, այսպես ասած, նայում ենք ու հիշում ենք այդ վարքյանները, ինչպես նաեւ ես որոշել եմ մինչեւ այս մոտակա ժամանակը բոլոր մոլորակի վրա բոլոր վայրերում լինել, որպեսզի ինձ համար ընտրեմ սիրելիները եւ հետո մենակ այդ տեղերը գնամ։ Ընտիր։
Ընտիր, հետո մենք էլ խորհուրդ կհարցնենք, ուր կարելի գնալ, դու Ես փորձում էի կորզել խորհուրդը, դեռևս չստացվեց, բայց հաջորդ հանդիպմանը նորից Ես պատրաստում եմ Ճապոնիա գնալ, այնպես որ կարծում եմ դա շատ հետաքրքիր ու մշակութով հարուստ երկիր է, ինձ արդեն ոնց որ այսպես ասած սուր էմոցիաներն են հետաքրքրում, ինչպես օրինակ Հնդկաստանը, որտեղ ես 5 օր թունավորված արկեցի։ Մինչ դուք տեսնում եք այս իրոք գեղեցիկ ճամփորդության մեջ էր, թե գնում էիր այդ երկիր պարկում էիր մի շաբաթ, հետո էլի Վերջին շրջանում, քանի որ արդեն չափից դուրս էր, այդպիսի իրավիճակներ էին ստեղծվում, եւ այդ պարագաներում հասկանում ես, որ մեկը երազում է շատ փող ունենալ, մյուսը երազում է ճամփորդել, երրորդը հաջողության հասնել, բայց հենց առողջությունդ վնասվում է, դու միանգամից հասկանում ես, որ այլ քեզ ոչ մի բան պետք չէ, միայն առողջություն, մնացածը կլինի կամ կստեղծվի։ Հետաքրքիր պատմություններից կարելի է ենթադրել, որ Աննայի ինստագրամյան էջն է վերածվել մեդալի հակառակ կողմի, որտեղ տեսնում ենք Հնդկաստանից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից, Բալիից գեղեցկագույն նկարներ եւ հոլովակներ հրապարակված, բայց այդ ամեն ինչի հետևում կա նաեւ մեդալի հակառակ կողմը։ Երբ ճիշտ ես։ լավ, ինչ նորություններ սպասենք Աննա Մաքսիմից։ 26 թվականին ոչինչ չի սպասվում։ Հանգիստ։ Բայց 27 թվականին հուսով եմ շատ կարևոր ֆիլմ արդեն կնայենք միասին, բնականաբար հրավիրված կլինեք։ Այս պահին ես գրում եմ ֆիլմի սցենարը, այսօր առավոտյան հասել եմ 32-րդ էջին, մնացել է մինչև 95 էջ գրելը եւ ասել է, որ կա։ Եվ այդպես շատ բուրըն ստեղծագործական աշխատանքի մեջ եմ, շատ հուզիչ բոլորիս համար թեմայի շուրջ, իհարկե ցավոք չեմ կարող փակագծեր բացել, թե չէ իմ թիմը Մենք չենք ուզում պնդել, բայց աշխատանքները առաջ են գնում, ինչպես նաև ասեմ, որ շատ պատասխանատու պահ է, որովհետև նույն ճամփորդությունների ընթացքում այդքան հայերի հանդիպելուց բոլորից լսում ես իսկ ինչ է հաջորդ ֆիլմը, ինչ է հաջորդ ֆիլմը եւ հասկանում ես, որ քեզնից մեծ սպասում կա ոչ միայն լավ ֆիլմ նկարահանելու որակական տեսանկյունից, այլ իր ասելիքով կարևոր լինելու եւ այդ պատասխանատվությունը երբեմն պարանոյայի է վերածվում, բայց ես փորձում եմ հաղթահարել ու առաջ գնալ։ Միշտ ասում եմ, որ այսպես ասած ռեժիսորի երկրորդ ֆիլմն է կարևոր, փառք Աստծո, ես գոնե 5 ֆիլմ նկարել եմ, միջև սա նկարել եմ, այնպես որ կարող եմ մի կերպ այսպես ասած հաղթահարել։ Այդպես։ մենք կսպասենք նորությունների։ Ինչպես ասում են, փոթորիկից առաջ դեռևս լրություն է լինելու 2026-ին։ Իդեպ ասեմ, որ Ինան այդ ֆիլմում դերակատարում ունի, ինքը հենց նոր իմացավ դրա Ինքը չգիտի դրա մասին։ Դու 27 թվականին պրեմիերա ունես։ 2026-ին նորություններ չունեմ, բայց 27 թվական։ Ես արդեն տոմսում եմ։ Ես իսկապես հենց նոր իմացա այդ մասին։ Ես էլ մի 4 օր առաջ եմ իմացել գրելուց։ Հրաշագործ կառավարը իրականում, այստեղ հրաշքներ են ծնվում, մտքեր։ 28-րդ էջի վրա հայտնվեցի։ Խորհրդանշական Ու մինչև թիվ է։ 32 հասնելու ես։ 28-ից 32-ն եմ հենց։ Հասել է արդեն մինչև 32։ Դեվ շարունակվում է դեռ ճանապարհորդում է այդ 95 էջերի մեջ։ 95-ում ցանկանում եմ ողջ մնաս։ Լավ։ Առհասարակ ինչպես է այս ամենից հետո, այսքան հաջողություններից հետո ծանրաբեռնված բավականին հագեցած գրաֆիկ ունենալու դեպքում առավոտները Աննայի մոտ։ Ես ամեն առավոտյան արտանում եմ այն մտքով, որ ինչ որ մի բան պակաս եմ արել, դա իսկապես շատ ճնշող զգացողություն է։ Ես իմ կյանքում սպասում եմ, երբ կգա այդ օրը, որ ես հանգիստ արթնանամ ու ոչ մի բան պլաններ, այսպես ասած, չունենամ, բայց դա էլ ասում են, եթե պլաններ չունես, ուրեմն մահացել ես, բայց քեզ չեն ասում, որ դրամատրությունը չեն կնի։ Այնպես որ, չգիտեմ, ամեն դեպքում շատ ստեղծագործական, այսպես ասած, տվայտանքներով լի են առավոտները, երեկոները մի տեսակ հաղթահարելի են, բայց առավոտները միշտ այդ տագնապը կա, որ ինչ որ մի բան պակաս ես արել, չես հասցրել, ինչը որ չգիտեմ, լավ է։ Ես կարծում եմ հենց այդ զգացողությամբ էլ ամեն ինչ այսպես սկիզբ առավ ու իր ճանապարհը բնականում ունեցավ եւ հաջողությամբ կնքվեց։ Թող որ ամեն առավոտ քեզ մոտ տակնապներով սկսվի հետևաբար, որպեսզի դու անընդհատ ստեղծագործել ինչ որ մի բան ստեղծելու, ծնելու, արարելու ցանկություն ու զգացողություն, էներգիա լինի։
իսկ երեկոները ոնց կուզես թողանցնի, կարևորը բնականon այսպես իր ընթացքն ունենա։ Եվ կարևոր ավարտից խոսեցիք, թույլ տվեք հարցնել նաև ինչ է նախապատրաստվում անել Աննան ամանորին, որովհետև մենք շատ հաստատուն քայլերով արդեն մոտեցել ենք մոտենում ենք, այլ տարբերակ չկա հետաձգելու։ Ես ընտանիքիս հետ կլինեմ վերջապես, որովհետև այս 1 տարվա ընթացքում ես գրեթե ժամանակ չեմ անցկացրել իմ ընտանիքի հետ եւ թե ֆիլմերից է գալիս, թե իսկապես այդպիսի սովորություն կա, ամանորը կարծում եմ ընտանիքի հետ անցկացնելու տոն է ու շատ ուրախ եմ այդ առիթով, որ ընտանիքիս հետ եմ լինելու, ինձ որ ասում են որևէ տեղ կմեկնես, արդեն այդ ինքնաթիռ նստելու պահը, որ ես պատկերացնում եմ, արդեն ոնց որ սրտ խփոցը ուժեղանում է, այնպես որ տանը կլինեմ։ Պատրաստել ենք քեզ համար բլից հարցեր։ Պատրաստ ես։ Այո։ Շատ լավ։ Եթե օրինակ քեզ առաջարկեն նոր ֆիլմ նկարանել հայտնի մարդու մասին, ով կլինի այդ մարդը կամ ինչ թեմա կնախընտրես։ Անդրադառնում ենք 2027 թվականի թեմաներին, կարծես բլից հարցերի միջոցով։ Ում կենսագրական ֆիլմի ռեժիսորը կուզենաս լինել։ Էլվինա Մակարյանի։ Իսկ հայտնիներից ում դերը կցանկանաք կերտել։ Էլվինա Մակարյանի։ Համաշխարհային հայտնի աստղերից ում հետ կուզենաք մի ֆիլմում կամ մի ինչ-որ մի պրոյեկտում հայտնվել։ Որպես դերասաններ։ Կամ որպես ռեժիսոր, ում կցանկանայիք ձեր ֆիլմում նկարահանել, կամ որպես դերասանուհի, ում հետ կուզենայիք, որ նույն ֆիլմում միասին աշխատել։ Երեմ Մերիլ Սթրիփ։ Երկու դեպքում էլ նկարահանել իրեն։ Նկարահանել, որպես ռեժիսոր։ Այո։ Իսկ ում հետ կցանկանայիր նկարահանվել։ Ջերարդ Լետո գուցե։ Դու ես ցանկանում։ Ես ցանկանում եմ, որ Աննան 95-րդ էջում դու Ջերարդը իրար հետ հանդիպելու եք 95-ում։ Ես 28-ից մինչև 32-րդ էջը ուղղակի կողքով կանցնեմ կտեսնեմ իրադարձությունները։ Ձեր ամենահավատարիմ հանդիսատեսը։ Հայրիկս։ Իսկ ամենախիստ քննադատը։ Մայրիկս։ Ում եք առաջինը դիմում, երբ խորհրդի կարիք եք զգում։ Հայրիկիս։ Պապայի աղջիկն եմ։ Այ շատ ադուրս գալի պա։ Երկ, որը ամեն անգամ լսելից վերականգնում եք ուժերը։ Champions Queenie։ We are the champions, my friend։ Վայրուր այցելելիս ձեզ երջանիկ եք զգում։ Երևան գալիս, շատ յուրահատուկ էմոցիաներ եմ ապրում, չեմ հասկանում այդ ինչա, կարոտ է, թե հայրենասիրություն, թե, չգիտեմ, տան զգացողությունը։ 3 բառ, որոնք լավագույնս նկարագրում են հենց ձեր բնավորությունը, ձեր անձը։ Հավատ անսահման սեփական անձի նկատմամբ, ցավեցնելու աստիճան ինքդ քեզ, աշխատասիրությունը եւ լավ բաներն ենք ասում միայն։ 3 բառ։ Ոչ միայն։ Եվ մինչև վերջ գնալու կարողությունը, որը երբեմն նաեւ վատ է, որովհետեւ ընդհանրապես խոսք ասում է, եթե նպատակ ունես ու գնում ես դեպի նպատակդ, սողա դեպի նպատակդ, բայց երբեմն էլ գլուխդ վեր բարձրացրու, որ տեսնես ճիշտ ուղղությամբ ես գնում, թե ոչ։ Այնպես որ միշտ չի, որ միջև վերջ գնալը ճիշտ է, սողալով։ Փաստորեն նպատակ, չհանձնվել եւ հավատք։ Այո։ Հրաշալի։ Երրորդությունը։ Ուրիշ տարբերակ ես չգիտեմ հաջողության հասնելու։ Շատ շնորհակալություն Աննա։ Ես եմ Դու շատ վառօրինակ ես շատերի համար, նույնիսկ քո աշխատանքները, քո տեսակը վստահ եմ շատ սկսնակ ռեժիսորների, գուցե դերասանների համար դու այսպես մոտիվացիայի աղբյուր ես հանդիսանում, ինչը շատ ողջունելի է։ Մենք շատ ուրախ ենք քո բոլոր ձեռքբերումների, հաջողությունների համար եւ մեծ սպասումներով եւ ակնկալիքներով 2027 թվականին ենք սպասելու, հատկապես ինձ հետ։ Բայց համոզված ենք, որ մինչև 2027 թվականը կհանդիպենք քեզ հետ կրկին մեր տաղավարում։ Առնվազն 4 ամիսը մեկ։ Շատ շնորհակալություն քեզ լավ օրվա շարունակություն։ Ես նույնիսկ կարող եմ ասել մենք երբ ենք հանդիպելու։ Ապրիլին։ Ապրիլին։ Այո։
Շատ սիրելի ամիս է ապրիլը։ Ինքն առաջարկ արեցի ձեր հյուրը լինելու։ Մեր Համակարգվածություն պրոֆեսիոնալ ադմինիստրատորները, մեր պրոդյուսերը, մեր ընկերները, մյուս աշխատակազմի վստահ եմ արդեն գրի կառնեն եւ ապրիլը արդեն մեկ հյուր ունենք, եթե արդեն մեր ապրիլը փակված չէ իհարկե։ շատ շնորհակալություն զրույցի համար, ինչպես ասում են Աննայի հետ կրկին կհանդիպենք ապրիլին, իսկ ձեզ հետ սիրելի հեռուստադիտող մենք կհանդիպենք կարճատև դադարից հետո։